Բարև ձեզ բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է եւ այսօր իմ հյուրերն են երկու գիտնականներ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը եւ ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը։ Մենք քննարկելու ենք այսօր նրանց հետ այն ճգնաժամային համակարգային ճգնաժամային վիճակը, որ վերջին տարիներին ապրում է Հայաստանը, փորձելու ենք հասկանալ ինչու եւ փորձելու ենք քննարկել այդ իրավիճակից դուրս գալու երթերը։ Բարև ձեզ, պարոնայք, սկսենք խոսակցությունը երևի առաջին հարցը պարոն Գասպարյանին։ Պարոն Գասպարյան, տեսեք, Հայաստանի ղեկավարությունը բերել է Երևան է բերել նոր գաղափարախոսություն, այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ անկախ նրանից այդ գաղափարախոսությանը դուք ինչպես եք վերաբերվում, Հայաստանի կառավարությունը, իշխանությունները ենթադրում են եւ համոզված են ավելի շուտ, եթե ճիշտ ասեմ, որ այս գաղափարախոսությունը միակ հնարավոր գաղափարախոսությունը Հայաստան պետությունը այս իրավիճակից փրկելու համար, այսինքն մենք իրավունքները, պահանջատիրությունը մի կողմ ենք դնում, բոլոր ամբողջ աշխարհով հայտարարում ենք, որ մենք միայն այս 29743 կիլոմետրն ենք, ուրիշ որևէ բան չենք պահանջում, բոլոր հնարավոր տեղերում զիջում ենք, ուրեմն գնում ենք դեպի խաղաղության։ Սա այդ իրական Հայաստանի կոնցեպցիան է, որ բազմիցս ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը իր հրապարակային ելույթներում, դասախոսություններում եւ այլն, եւ նրանց կարծիքով այս քաղաքականությունը Հայաստանը պիտի դուրս բերի այս ճգնաժամային իրավիճակից։ Ձեր մոտեցումը այս հարցին, գիտեմ, որ դուք այլ մոտեցումներ ունեք, բայց փորձենք օբյեկտիվ անաչառ քննարկենք այս մոտեցման, այս նոր գաղափարախոսության ուժեղ եւ թույլ կողմերը։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալ եմ ստուդիա հրավիրելու համար տաղավար, ուրախ եմ, որովհետեւ մեր ժողովրդի համար այս տաղավարը մեծ նշանակություն ունի եւ իր հարցերի լուծման ճանապարհների եզրերը միշտ գտնում է նաև այդ թվում ձեր տաղավարում։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է հարցին, նախ ես կարող եմ ասել իրական Հայաստանի մասին, նույն իրական Հայաստանը կար 100 տարի առաջ, երբ Ալեքսանդրոպոլի պայմանագրով առանձնացան եւ ստեղծվեց այս ռեզերվացիան։ Թուրքերից ստորագրեցին 8 պայմանագիր, խաղաղության պայմանագիր, եւ 8 խաղաղության պայմանագրից հետո նորից դիրքեր զիջելով ապրեցին։ Այսինքն ներկայիս իշխանությունները, երբ խոսում են իրական Հայաստանի մասին, ամենայն հարգանքով վերաբերվելով այդ իրական Հայաստանին, որ նրանք նշում են, մենք նայում ենք մեր պատմությանը եւ տեսնում ենք դա ոչ մի արդյունքի չի բերել։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ ներկայումս զիջելով թուրքերի մոտ այսպիսի հասկացություն կա, եթե նույնիսկ նրանք լավ իմանում են թուրքերը, գուցե խորհրդականները եւ գուցե իրենք, թուրքերի համար խաղաղություն բառ, թուրքերը խաղաղություն բառ չունեն, ունեն բարիշել բառը։ Իսկ բարիշելը նա է, որ այսօր կարող են բարիշել, իսկ վաղը ուրիշ պայմաններ դնել։ Եվ թուրքերի հետ այսպիսի գործարքները շարունակվելու է։ Ինչ վերաբերվում է իրական Հայաստան, այսօր մենք չենք կարող ասել իրական Ֆրանսիա, իրական Միացյալ Նահանգներ, իրական Ռուսաստան։ Նման հասկացությունը աբսուրդ է։ Եվ փիլիսոփայության հարցի տեսակետից, եւ իրավունքի տեսակետից, որովհետեւ պետություն, պետականություն հասկացությունները ստեղծվում են մի անգամ, ճանաչում են մի անգամ։ Իսկ նրանց ռեալ, ոչ ռեալ պետականությունները, միջազգային իրավունքի սուբյեկտները ժամանակի ընթացքում փոխվում են։ Այսինքն այսօրվա ռեալ Հայաստանը, իրական Հայաստանը, որ այդ գաղափարախոսությամբ ապրելով շարունակում ենք,
Դրանով մենք չգիտենք վաղ այդ իրական Հայաստանը որն է լինելու։ Այդպիսի հասկացություն ոչ փիլիսոփայության մեջ, ոչ քաղաքակրթության պատմության մեջ դա նոնսենս է։ Այսինքն պարզվում է մենք ունենք մի պետության ղեկավար, առաջնորդ, որը փիլիսոփայության մեջ know-how է իրականացնում։ Պետականության մասին նոր Հայաստան, նոր Միացյալ Նահանգներ, նոր Անգլիա, այդպիսի հասկացություն չկա։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Գասպարյան, որ ընդմիջում եմ ձեր խոսքը, բայց իրականության մեջ մենք մի անգամ այդ գործը առանց այդ մասին դա որպես գաղափարախոսություն դարձնելու արել ենք։ Սովետական միության փլուզումից հետո, երբ մեր հարևանները վերականգնեցին իրենց անկախ պետականությունը, Հայաստանի ղեկավարները երկչեցին դա անել եւ չնայած իրենք չհայտարարեցին իրական Հայաստան, բայց ըստ էության իրենք արեցին մի այսպիսի բան, որ այս Հայաստանը դարձրեցին սովետական միության, փլուզված սովետական միության մի տարածք, որը գոյություն ունի ընդամենը 91 թվականից այս կողմ։ Եվ այդ իրական Հայաստանը, այդ գործողությունը էլի Փաշինյանը չի որ անում է, փաստորեն դրանք արեցին այն մարդիկ, ովքեր մեր հռչակագրում չգրեցին, որ մենք վերականգնում ենք պետականությունը, չվերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները տարբեր պետությունների հետ 18 թվականի, 18-20 թվականների ընթացքում կնքած, շարունակեցինք մեր պետության գործը, այլ ասեցինք մենք լրիվ նոր պետություն ենք։ Խնդրում եմ սրան էլ անդրադառնանք եւ շարունակենք։ Խնդրեմ, ուրեմն այդ հարցերը իրական Հայաստանից գալիս է հենց նորից նշեցիք խորանամ Ալեքսանդրոպոլի պայմանագրից հետո։ Ռեզերվացիան, որ ստեղծվել է, մինչև այսօր հայկական ռեզերվացիան մնում է, այսինքն ցեղասպանությունից հետո ոչ միայն հայ ժողովուրդը, այլ բնիկ ժողովուրդների, ավտոխտոն ժողովուրդների ցեղասպանված ունեցվածքով ստեղծվել է այդ խախտված իրավունքը, ստեղծվել է 3 խախտված իրավունքներ, որոնք դրանք պետքա մինչև չվերականգնվի, չլուծվի, դա հանրապետական Թուրքիան է, Հայաստանն է ռեզերվացիա տարբեր ադմինիստրացիաներով, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ինչպիսին Արևմտյան Կասպիայի բոլոր ադմինիստրացիաներն են։ Այսինքն ոչ թե 30 տարի առաջ 91 թվականից, այլ սկսած 18 թվականից մեր մոտ ստեղծվել է Ալեքսանդրոպոլի պայմանագրով արևելյան մասը առանձնացել է եւ այսպես շարունակում է։ Մեր հարցերը միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով ոչ միայն ազգերի լիգայի, այլ հաղթող կողմերի կողմից միանգամայն լուծված են երկու պատվիրակությունների, երկու մանդատների կողմից ստեղծված է մեկ Հայաստան պետություն։ Մենք մեր ձեռքով առանձնացել ենք եւ մինչեւ ի սկզբանե չվերադառնանք մեր հարցին, մեր խախտված իրավունքին, իսկ դա վերաբերվում է առաջինը մեր խախտված ապրելու իրավունքը միջազգային իրավունքով եւ մեր խախտված պետականության դիրություն չանելու հարցը։ Մինչև չվերադառնանք, ոչ մի հարց չի լուծվելու։ Կոմունիստների ժամանակ լուծվեց մի ուրիշ ձևով, միայն այդպես պրոգրես կար, երբ ստեղծեցինք սիլիկոնային հովիտը։ Այն ժամանակ էլ Տրոսկուն եւ մյուս բոլշևիկներին պատժեցին, որ չէին կարող գնալ արտասահման եւ ինքնիշխան ներքուստ մեր ազգի, մեր ժողովրդի հաշվին ստեղծվեց այդ մեծ գիտական հանգույցը, որը մի քանի անգամ բարձր առաջընթաց առաջացավ։ Իսկ հետագայում, երբ ստեղծվեց մեր անկախ պետությունը, պետականությունը, որի հիմնական փաստաթուղթը անկախության մասին հռչակագիրն է, այնտեղ գրված է, որ մենք հանդիսանում ենք խորհրդային Հայաստանի իրավահետնորդը, Այնտեղ չի գրված, բայց դրանց այդպես է հասկացվում։ Մենք իրավունք չունենք միութենական ոչ միջազգային իրավունքի սուբյեկտի իրավահետնորդ, դրանք ուրիշ հարցեր են, դրանք հետագայում պարզաբանելու հարցեր են։ Այնտեղ մենակ գրած է շարունակում է Հայաստանի դեմոկրատական հանրապետության, Հայաստանի հանրապետության դեմոկրատական այդ նորմաները։ Մինչև հարցը ճիշտ չլուծվի, չի ստացվելու։
Ռեալ Հայաստանը միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով դե յուրե եւ դե ֆակտո տված իրավունքներն են։ Եվ դա մեր լինել չլինելու անվտանգության միակ անհրաժեշտ բավարար պայմաններն են, որովհետեւ մենք կարողանանք գոյություն ունենալ։ Շնորհակալություն։ Պարոն Գևորգյան, ես ձեզ ուզում եմ որպես շարունակություն այս հարցի այսպեսի մի հարց տամ։ Եթե դուք նկատել եք անկախությունից ի վեր հայաստանյան եւ ոչ մի պաշտոնյա երբեք չի խոսել ուրեմն այդ 18-20 թվականների ճանաչված Հայաստանի իրավունքների մասին։ Նույնիսկ մի այսպիսի կազուս ասեմ, երբ վերջերս թուրքական լրագրողները եկել էին Նիկոլ Փաշինյանից ինտերվյու էին վերցնում, Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի ֆրազ ասեց, որ դե ցեղասպանության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի եղել։ Այսինքն դա նա նկատի ուներ այս նոր հանրապետությունը, որովհետև մենք գիտենք, որ ցեղասպանությունը 18-20 թվականներին է եղել, 23 թվականներին է եղել եւ մենք 18-20 թվականին ունեինք Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն այս Հայաստանի 18-20 թվականների հանրապետությունը այսպես նայել ուղիղ ուչ տեսնելու խնդիրը ինչից է ձեր կարծիքով առաջացել եւ ինչպես պիտի այս թնդրուկից դուրս գա։ Նախ ես ուզում եմ նշել, որ ցեղասպանությունը ոչ թե եղել է 15 թվականից տաշ եւ այլ, շատ ավելի շուտ է 95 թվականից, այո։ Հա, եւ նրա իրական չափերը ցեղասպանության շատ անգամ ավելի մեծ են, քան այն ինչ որ ընդունված է 1.5 միլիոն մարդ։ Իրականում սկզբնական թիվը, որը ասենք քննարկվել է, եկեղեցին է ներկայացրել, ժամանակ 6.5 միլիոն մարդու մասին է խոսքը գնացել։ Հետո իջացրել են 3 միլիոն, հետո դարձել 1.5 միլիոն։ Ինչ վերաբերում է դրանից հետո, ասենք, շատ առաջին հանրապետությունը, որ ստեղծվել է, ի հեճուկս մեր թշնամիների, որը հետո փաստացի այդ առաջի հանրապետությունը ոչնչացվել է երկու չճանաչված կողմերի միջոցով, դա քեմալական Թուրքիան եւ բոլշևիկյան Ռուսաստանն է, այսինքն որ պրոֆեսոր Գասպարյանը նշում է, որ խախտված իրավունքները խախտել են մեր իրավունքները եւ ոչնչացրել են, ասենք, այդ առաջի հանրապետությունը, որի տարածքը, եթե չեմ սխալվում, եղել է 74000 քառակուսի կիլոմետր տարածք եւ սևծով օլթի մոտ դուրս եկել փոքր ափով, կարծեմ 5 կիլոմետր ափ ունեցել։ Հիմի դրանից հետո ցեղասպանությունը շարունակվել է արդեն խորհրդայնացումից հետո, օրինակ մասնարարպես այդ թոհուբոյի ժամանակ Հայաստանը ոչնչացվել է 400,000 մարդ այդ ռուս-թուրքական ագրեսիայի պատճառով, սովից սպանություններ եւ այլ այդ գաղթականներ եւ այլ այդ ռեզերվացիայի մեջ եւ սովետական Հայաստան անվան տակ ստեղծվել է ռեզերվացիան։ Ես ուղղակի ապշած եմ, մտնում եմ, ասենք, համասարան, գոլեգաներիս հետ շփվում եմ, բան, պրոֆեսոր մարդը չի հասկանում, թե ռեզերվացիան ինչ է։ Ես բացատրում եմ, որ ասենք ռեզերվացիան այն տարածքն է, որը չունի կոմունիկացիոն ոչ մի հնարավորություններ, եւ եթե ասենք մենք նայենք սովետական Հայաստանը, ուղիղ մկրատով բոլոր հանգույցները, որ կարող էին հիմք հանդիսանալ արտաքին ու կոմունիկացիաների, կտրած հանած են։ Նախիջևանն է, դա Ղարսն է, այսօրվա Ղազախն է, հայկական բուն հայկական տարածքները եւ այլն։ Հիմի ստեղծել են երկու ռեզերվացիա, մեկը սովետական Հայաստանը, մեկը Լեռնային Արցախը, որը սկզբից սահման ունեցել, բայց այդ անջատել են, ստեղծել են Կարմիր Քրդստան, այսինքն
բոլորը սպանություններով առաջի քարտու ով ընդդիմացել է, դա Վանն է եղել, Խանջյանն է եղել, թե Միասնիկյանն է եղել, ուղղակի ոչնչացրել են։ Այսինքն մենք տեսել ենք անընդհատ հայկական իրավունքների խախտումներ եւ դրա հիման վրա ստեղծվել է բացարձակ արեստացին պետություն, այսպես կոչված Ադրբեջան, որը Ադրբեջան հանրապետությունը դառը միայն 1936 թվականին այդ պետությունը որևէ իրավական հիմք չունի, ասենք մենք եթե հարց բարձրացնենք, կարանք հանգիստ պահանջենք ամեն օրինականության, որ չճանաչվի այդ պետության գոյությունը։ Դա լրիվ արեստացին ստեղծված է սիոնիստների կողմից 1920 թիվ Դուք խոսում եք 1920 թվականի ծրագիրը եղել է երիտասարդ մոռանում եք, որ սովետական միության քանդվելուց հետո Եվրոմիության այսպես թեթև ձեռքով ասենք որոշում ընդունվել ճանաչել։ Դե անօրինական որոշումներ ընդունել են Եվրոմիությունն էլ եւ այլ, բայց տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչում մինչեւ այժմ Թուրքիայի արևելյան սահմանները եւ ասենք, ես չեմ ուզում խորանամ այդ բանը, ես ուզում ասեմ, որ մեր իրավունքները խախտված են եւ գալիս է ռեզերվացիայի ադմինիստրացիայի նոր ղեկավարը, որը ես համարում եմ չի ընտրված հայ ժողովրդի կողմից, որովհետև խոսքը գնում է 75% ազգաբնակչության չմասնակցելու այդ ընտրությունների մասին, թե ինչ տեխնոլոգիաներով բաներ են արել, բերել են այս աղանդը, սա ես համարում եմ նոր տիպի աղանդ, եւ ստեղծել են ես շարունակեմ։ Խնդիրը գիտեք ինչն է, երբ որ շատ ծանրացնում եք մեկը մյուսի վրա, այն սկզբնականը կորչում է։ Սկզբնականը հետեւյալն է, ուրեմն հայ ժողովուրդը ունի մեծ ներուժ ամբողջ աշխարհում եւ ինքը պետք է ստեղծի միասնություն հայք ցանցային պետության ձևով եւ տեր կանգնի իր օրինական հասկանալի պահանջներին եւ պահանջատիրությանը մարդը եթե գալիս է ասում է հրաժարվում եմ որ ինձ սպանել են որ ինձ թալանել են եւ այլ դա հաստատ հայ ժողովրդի բարեկամը չի եսինը ցանկացած որևէ մեկը նա հայ ժողովրդի կամ մտածված կամ Թշնամին է մի խոսքով այսպես ասեմ, էլի մենք ես էլ եմ ուզում շեշտեմ հիմա այդ գործընթացը շատ թափով զարգանում է մենք դեռ կտեսնենք իրականում ինչ է լինելու ոնց է կազմաքանդվելու այդ արիստացին պետությունը ես ստեղ ուզում եմ բերեմ օրինակներ օրինակ ասենք այդ 20 թվականի պատերազմին Եթե ադմինիստրացիայի ղեկավարությունը ռեզերվացիայի հայկական լիներ, նույնիսկ այդ պայմաններում, որ ես հաշվել եմ 11 երկիր կոալիցիայի մեջ մեր դեմ պատերազմը տանելու պայմաններում եւ այլ, մենք այդ արդյունքը չենք ունենա, որ հիմի կա, բայց Տեղ շատ սխալ թույլ տվեց նաև նույն Իրանի իսլամական հանրապետությունը, որ ինքը շնորհավորեց եւ այլ եւ չմիջամտեց, բայց չէ որ Իրանը եւ մենք ասենք կոպիտ ասած առնվազն 3000 ամյա համատեղ շփումներ, բարեկամական մեծ շրջաններ եւ այլն։ Այո։ Լավ, եկեք հասկանալի է ինչ եք ասում, իրոք, բայց որպեսզի դուք որ ասում եք ակնկալեք ես կամ են պետության հետ թվում Իրանի հետ համապատասխան ռեակցիա, պիտի իրանց հետ դիվանագիտական համապատասխան աշխատանք տարվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը եւ ներկա իշխանությունների պարագայում եւ նախկին իշխանության պարագայում համապատասխան աշխատանք չի տարել Իրանի հետ, ասենք այդ պատերազմ հնարավոր պատերազմական գործողությունների մեջ նրա վարքագիծը փոխելու հետ կապված։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գանք մենք գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր խոսակցությունը։ Գովազդը եթերում
Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր հաղորդումը Մարտիկ Գասպարյանի եւ Աշոտ Գևորգյանի հետ։ Պարոն Գասպարյան, ուրեմն հաջորդ հարցը ձեզ է եւ կապված է Սփյուռքի հետ, որովհետեւ դուք ինքներդ Սփյուռքից եք, ապրում եք դրսում եւ ասեմ այսպեսի մի բան, որ անկախությունից հետո երկար ժամանակ, տասնյակ տարիներ Սփյուռքը համարվել է Հայաստանի գլխավոր ռեսուրսներից մեկը, քանի որ մեր ուրեմն ընդերքը որպես այդպեսին հենց ի սկզբանե առաջին տարիներից թալանվել է ուղղակի եւ տրվել է օտարին, ընդ որում այնպիսի պայմաններով, որ ուղղակի զարմանք է գալիս մարդկանց, թե ոնց կարելի է այսպիսի պայմաններ տալ, որ քո հարստությունը դառնա ուրիշի սեփականությունը եւ մարդը վաճառի որպես հումք դուրս, ընդ որում այնտեղ նույնիսկ ասենք կարող է մարդիկ դուրս են հանում ոսկին այսքան գրամ ոսկի, բայց դրա հետ միասին դուրս է գալիս, ես չգիտեմ, շատ ավելի թանկ ապարներ եւ դա որևէ ձևով չի ստուգում, բայց սա առանձին պատմություն է։ Իսկ Սփյուռքը համարվում էր մեր այն ռեսուրսը, որի հետ մենք պիտի իրոք աշխատենք, համախմբվենք, փորձենք ինչ-որ կառույցներ սարքել, որպեսզի կարողանանք նրանց ներուժը ել ավելի օգտագործել դեպի Հայաստան, ես նկատի ունեմ, եւ ֆինանսական միջոցները, եւ ինտելեկտուալ միջոցները, եւ քաղաքակրթական միջոցները, որովհետեւ հայկական Սփյուռքը հիմնականում ապրում է այսպես քաղաքակիրթ երկրներում ավելի շատ եւ այդ խնդիրը դրված է եղել այն աստիճանի, որ նույնիսկ նախարարություն են սարքել որոշ ժամանակ հետո կոմիտեն վերածել է նախարարության, իսկ կոմիտեն գործում էր դեռ խորհրդային ժամանակներից։ Վերջին ժամանակներս կարծես թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սառած են եւ դա շատ ավելի պարզ է դառնում այդ իրական Հայաստան կոնցեպցիայի տակ, որովհետեւ իրական Հայաստան կոնցեպցիան ենթադրում է այդ 29743 քառակուսի կիլոմետրը, դրանից դուրսը մանավանդ եթե դրսում նստած է մարդ, որը որ պահանջատեր է, Հայաստանի հետ այսպես կարծես թե չեն էլ ուզում, որ առնչվի ինչ-որ ձևով։ Այ ձեր մոտեցումը ինչ պետք է անել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պարագայում, ինչպես պետք է սրանց մոտենալ, նախորդ իշխանությունները չեն օգտագործել կամ վատ են օգտագործել այս ռեսուրսը իրենց ապիկարության պատճառով, ներկա իշխանությունները իրենց կոնցեպտուալ իմաստով չեն ուզում դա օգտագործել։ Բարի, շնորհակալություն, հետաքրքիր հարց եք, աշխատեմ իմ մոտեցումները։ Նախ առաջերտին, երբ խոսում ենք իրական Հայաստանի մասին, ի նկատի ունենք հայերին կամ հայ ժողովրդին կամ հայ ազգին։ Այդ նայածով, օրինակ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի 29743 կիլոմետր։ Թույլ տվեք շարունակել։ Մենք ասում ենք Գերմանիա, հասկանում են գերմանացի։ Եվ հասկանում են գերմանական քաղաքակրթություն, որոնք նույնիսկ անգլիացիներին համարում են անտառներում ապրող վայրենիներ։ Մենք ասում ենք ամերիկացի, հասկանում ենք Ամերիկայում ապրող միգրանտներից բռնած բոլոր մարդկանց, որոնք համարվում են Ամերիկայի քաղաքացիներ։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը համարվում է պետական կազմավորվող հիմնական ազգը հայ ազգն է, հայ ժողովուրդն է։ Իհարկե իր 14 կետերով նման փիլիսոփական մոտեցում է տվել Հայաստանի Հանրապետության այսպես կոչված ոչ գիտուն եւ շատ խելոք վարչապետը, բայց դա փիլիսոփայության այդ գորիսեցի եմ ես, գորիսեցիները կասեն կանդը գալաթ է արել, որ նման մոտեցումներ կա ազգ հասկացություն, ժողովուրդ հասկացություն եւ մեր գիտնականներից մեր փիլիսոփայության ինստիտուտը, փիլիսոփայության ֆակուլտետը, ոչ մեկը կամ իրավաբանական ֆակուլտետը պրոֆեսորան այդպիսի բան չեն տվել։ Ես նկատի ունեմ, որ Սփյուռքի մասին, որ բոլոր հայերը
Հայաստանի Հանրապետության հռչակագրով, ինչի ես հենվում եմ հռչակագրի վրա, որովհետև Հանրապետության որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, այդ թվում նաև Սորբոնի համալսարանի քաղաքակրթության ֆակուլտետում կարդացող հրավիրված պրոֆեսոր, կարող եմ ասել եւ հիմնավորում եմ, որ Հայաստանի բոլոր սահմանադրությունները ընդունվել են խախտումներով սահմանադրական իրավունքների։ Չեմ խորանում, առաջի խախտումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զրկել են ունեցվածքի, ընդերքի եւ մյուս ունեցվածքի նկատմամբ վերաբերմունքից։ Եվ այդ ոսկիները, ինչ որ դուք նշեցիք, բոլորը բյուջեից դուրս շրջանցել են։ Եվ շրջանցում են։ Եվ շրջանցում են, այսպես ասած։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ես նկատի ունեմ, երբ միակ փաստաթուղթը մնացել է անկախության մասին հռչակագիրը, որտեղ գրված է, որ Իսփյուռս աշխարհի բոլոր հայերի համար Հայաստանը հայրենիք է համարվում։ Իրավական տեսակետից դա նշանակում է, եթե անձնագիր ես չունեմ, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Մինչև հիմա Սփյուռքը եղել է, ես ավելի վատ ձևով կարող եմ ասել, այսինքն օգնեք, բայց թե ինչպես կօգտագործեն, դա մեր գործն է այդ միջոցները, թե նյութական լինի, թե ապրանքանյութական արժեքներ, այդ թվում նաև արտաբյուջետային ֆոնդերը։ Ցանկացած երկրում, երբ որ արտաբյուջետային ֆոնդը պետությունը մոտենում է, պետությունը միջոցներ է ձեռնարկում օգտագործելու, միանգամից հրաժարական է տալիս։ Իսկ ադմինիստրատիվ պետությունների ժամանակ, այսպես ասած, անվճար ուղեգրով կարող են Սիբիր ուղարկել նման ամբողջ կառավարությանը։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստան արտաբյուջետային ֆոնդի միջոցների հաշվին նաև կառավարության աշխատողներին պարգևավճարումներ են տվել։ Դա նոնսենս է, միայն Հայաստանում կարող է լինել։ Ներկայումս ինչ է արվում Սփյուռքում, եթե ռեզերվացիան կամ ինչպես իրենք են գտնում մեկ մանդատը, որ Փարիզի վեհաժողովում եղել է Ահարոնյանի ղեկավարությամբ, թեև այնտեղ միասնական տեսակետով է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունը, գտնում են Սփյուռքի գործն է, եւ Սփյուռքը չի զլանում։ Այսօր Սփյուռքում համախմբում է Ալեքս Կարապետյանի միջոցով, բոլոր երկրներում հայեր իրենց ձայն են ներկայացնում, կոչվում է հայի ձայն, Լիբանանից, նույնիսկ այս վերջերում Ռուսաստանում էլ ամենակրթված հայկական համայնքը եւ ամենամեծ համարում է Ռուսաստանի, մենք ուշադրություն չենք դարձնում 4-ից 6 միլիոն եւ այդ կրթված հայկական համայնքը շատ ապոլիտիկ է, որովհետև շատ մեծ աշխատանք են անում հայկական համայնքի կառուցվածքների միջոցով, մյուս կողմից իրենց օրենսգրքով ազգային ոչ մի հասարակական քաղաքական կազմակերպություններ իրավունք չունեն գոյություն ունենալու, այսինքն այդ գյուղը մտնելով պետք է այդ աշխատանքները կատարում է, ուրեմն հավաքվել է, ստեղծված է խորհուրդ, այդ փոքր խորհուրդը իդեպ բյուրեղյա մաքուր կենսագրություն հայեր եւ Հայաստանի Հանրապետությունից եւ դրանք այդ ծրագիրը ցանցային պետության, որ ներկայումս արդեն Հայաստանում թե ընդդիմություն, թե այսպես ասած իշխանություն, դրանք բոլորը այսօր միջազգային արենայում ուրիշ գործողություններ են կատարում եւ սրանք հնացած նախնադարյան սկզբունքներ են։ Այսօր տեսեք Տրամպի գալուստով բոլոր հարցերը լուծում են բիզնես պլաններով։ Նույն ձևով մեր հարցերը, երբ որ Փարիզի վեհաժողովում ազգերի լիգայում եղել են, նրանք էլ բոլոր գործարքներ են եղել։ Այսօրվա դրությամբ այս համախմբված բիզնես պլանով տարբեր աղբյուրներով դիմվել է նաև Տրամպին։ Տեսեք, մենք ասում ենք ռուսների հետ համախմբվածության են գալիս, ռուսաց թագավորը ասում է մեր սառեցված 520 միլիարդ դոլար բաշխում եմ ձեզ, գործարքա։ Մենք նույնիսկ Փարիզի վեհաժողովի կողմից հաստատված մեր 20 միլիարդ, 19 քանիս միլիարդը, որը դիսկոնտով մասնագետների արվեստավար հաշվարկած 320 է, նույն ձևով բաշխում ենք, բայց դա միայն առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Հայաստանը որպես հաղթող պետություն եւ մնացած բոլորի գումարների հարցերը լուծված է, նույնիսկ տրամադրվում է։ Նման մոտ օրերս նման քայլեր մեր գիտնականների, հայքի այդ խորհրդի կողմից, հայերի ձայնի կողմից տարբեր ալիքներով եւ զինվորական, եւ հոգեվոր, եւ Քենեդիի միջոցով ներկայացվել է Տրամպին։ Այսինքն այսօր մենք Ամերիկայի ադմինիստրացիան ոչ մի թուղթ մեր խնդիրներից չենք ունեցել, արդեն առաջի քայլը մեր պրոֆեսորայի միջոցով կատարվել է։ Մյուսը խոսում ենք միշտ մենք տրիբունալից, բայց այդ տրիբունալը արդեն ձևավորվել է որպես դատարան
ցեղասպանության կոնվենցիայի հիման վրա բոլոր պետությունների կողմից ստեղծված գենոցիդների, ցեղասպանությունների, իդեպ ինչպես Զադորնը Ժվանևսկին է ասում, տղային գրած նամակում ես կխնդրեի, որ բոլոր հայերը ցեղասպանություն բառը գրեն մեծատառ։ Նույնիսկ մենք գրում ենք Հոլոկոստ բառը մեծատառով հայերս հայոց լեզվով, բայց մենք հայոց ցեղասպանությունը գրում ենք փոքրատառով։ Օսմանյան կայսրությունը գրում ենք մեծատառով։ Դրանք պետք է դատերմինաբանական կոմիտեի կողմից որոշում պետք է չլինի։ Այդ կանոնադրությունը մշակվում է եւ արդեն ուղարկվում է բոլոր պետություններին, որոնք ճանաչել են կոնվենցիան, ցեղասպանությունների կանխարգելման դատարանը նման կոնսուլտացիաներ եղել են մարդու իրավունքների դատարանի եւ նրա առաջին նախագահի, ես էլ այնտեղ ակրեդիտացված փորձագետ եմ դատական, ֆինանսական եւ Հայաստանում հենց Երևանում ստեղծվելու է ցեղասպանությունների կանխարգելման այդ դատարանը եւ մշակութասպանության շատ ավելի վատ, որովհետև Լեմկինը երբ որ կոնվենցիան պետք է պատրաստվեր փիլիսոփայությունը հարցի, ի սկզբանե եղել է կուլտուրացի, այսինքն մշակութասպանություն կամ մշակութային եղեռն, բայց աշխարհուների կողմից չի անցել, չեն ընդունել, որպեսզի մշակութային եղեռնը չստանա իրավական ձևակերպում միջազգային իրավունքով։ Այդ աշխատանքները տարվում են մյուս կարևոր պահը մեր դոկտոր դուք էլ քաջատեղյակ եք պարոն Հարությունյան Վաղարշակ Փիլոսյանը, ես միշտ Վաղարշակ Փիլոսյանին ներկայացնում եմ որպես Փիլոսի, երբ որ Թայվանում էր, հավաքում են ձայներ, միանում են այդ բոլորը ներկայիս պայմաններում ցանցային արհեստական մտածողության թվայնացման միջոցով շատ հեշտ ջահելների միջոցով կատարվում է։ Այս ստորագրություններով պահանջվում է զուտ ցեղասպանություն ճանաչելուց հետո կոնկրետ գործողություններ։ Տեսեք, այն գործողությունները, որ Միացյալ Նահանգների նախագահը չէր ճանաչել, դատական process-ները իջել էին նահանգների մակարդակով, չէին լուծվում, հիմա բարձրացել է դաշնային եւ այստեղ ունեցվածքի հարցն է լինելու։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ ունեցվածքի այդ մեր ժողովուրդների ցեղասպանված ժողովուրդների ունեցվածքով ստեղծվել է Թուրքիան, ստեղծվել է նաև Արմենիան Կասպիայի այդ պետականությունը, բայց նրանք հրաժարվում են խորհրդային շրջանից, նրանք դեր են կանգնում չճանաչված 18-20 թվականի այդ ֆաշիստ հետագայում, այսպես ասած, խորհրդային մեր սովետական ժողովրդի դեմ պայքարած եւ այդ թվում հայերի դեմ պայքարած պատերազմի դաշտում, ինչպես նաև Բերլինի մատույցներում, եւ դրանով նրանք հրաժարվում են եւ դրա պատասխանատվությունը ընկնում է ներկայիս Ռուսաստանի պետականության վրա որպես խորհրդային միության իրավահետնոտ։ Սփյուռքի հետ շատ դժվար է, որովհետեւ խորհրդային միության տարիներին մենք ունեինք 3 եկեղեցի եւ 3 կուսակցություն։ Հետագայում ավելացել է խորհրդային միության փլուզումից հետո նաև Սփյուռքը ձևավորվել է 91 թվականի սպիտակ եղեռնով հանրապետությունից դուրս եկած, հարկադրաբար դուրս եկած հայերի հաշվին, այսօր աշխատանքները մինչև Արգենտինա, Լիբանան, Իրան համախմբվում է եւ այս աշխատանքները երևակայի գուցե եւ ստավցի է։ Այդ թվում նաև Հակոբ Այնթապլյանի միջոցով պրոֆեսոր, որը շատ մեծ Թուրքիայում թուրքական տարերով հայերեն է սովորացնում մեծ զբաղված հայերին։ Բարի, այսքան։ Դուք բանն եք ավելացնելու Սփյուռք Հայաստան իսկապերի։ Իմ ավելացվելը հետևյալն է, որ ասենք նոր ժամանակներում կազմակերպման ձևերը շատ տարբեր են, մասնավորապես այն տրադիցիոն իմաստով, որ երկիր, սահման եւ այլն, դա տենց չի։ Առավել ևս մեր համար, որ մենք ասենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք եւ մեծ ներուժ ունենք եւ մենք տեսնում ենք, որ ռեզերվացիայի ադմինիստրացիայի միջոցով փորձում են իզոլացնել այսպես կոչված Հայաստանի Հանրապետություն կամ իրականում հայկական ռեզերվացիան, թույլ չտալով, որպեսզի առաջանա համաշխարհային այդ կառույցը, որ մենք անվանում ենք հայք, բայց դրան ոչ մի ուժ չի կարող կանգնացնել, դա է իրական Հայաստանը եւ նա պետքա
բոլոր հարցերը դնի համապատասխան ուժային կենտրոնների առջև եւ նա պետքա արդիականացնի մասնավորապես այս Հայաստանը, որը հորջորժում է իրական Հայաստանը դա Մասիսն է, դա Կիլիկիան է, դա Ղարսն է, դա Մուշն է եւ մնացած հայկական տարածքները, որտեղ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ մշակութասպանություն, ասենք երբ որ խոսում են հիմի Արևմտյան Հայաստանի մասին, ասում են քրդերով է բնակեցված եւ այլ, մոռանում են ասեն, որ այդ քրդերի մեջ կա 6-ից 8 միլիոն զտարյուն հայեր, որոնք կոչվում են մերիններ, որ մենք բացի այդ փողային հատուցումներից ապագայում պարտված Թուրքիային նորից պետքա պարտվի, այս process-ը սկսել է դեմոնտաժի։ Մենք պետքա պարտադրենք, որ բոլորը գենետիկ անալիստան, որ հասկանանք, թե մեզնից ինչ քանակության, այսպես կենսաբանական պոպուլյացիային խլել ուրիշ մնացած ժողովուրդներ։ Այսօր ցեղասպանությունն է գնում Սիրիայում ալավիների, բայց այստեղ մեծ մասը չգիտի, որ ալավիների ճնշող մեծամասնությունը խոսք 85%-ի մասն է Կիլիկիայի հայերն են։ Դուք տեսել եք, որ այստեղ մի հատ լուրջ հետազոտություններ անեն, Կիլիկիայի այսօրվա բնակչության 75%-ը դա նույն էթնիկ հայերն են, որոնք ենթարկվել են մշակութասպանությանը եւ վերածվել են թուրքերի եւ այդպես բազմաթիվ օրինակներ կարող են բերել մեր խնդիրը ստեղծել այդ կառույցները եւ այն մանդատը, որ ունեցել է Ֆրանսիան Կիլիկիայի հանդեպ պետք է ինքը ստանձնի, այն մանդատը, որ ունեցել է Ամերիկան Հայաստանին, նա պետք է ստանձնի։ Ես այս մի քանի օր առաջ ամերիկյան գեներալին ասեմ, այն լույսը, որ ազատության, որ դուք ձեր ձեռքում պահել եք, եթե դուք տեր չկանգնեք, իջեցնեք, այսինքն հրաժարվեք ձեր այսպես ասած միսիայից, դուք ենթարկվելու եք քայքայման եւ ոչնչացման։ Սովետ միությունը վառօրինակ է դրա եւ ռուսական քրիստոնեական իմպերիան, որ տեսնում եք հիմի ինչ արագությամբ քայքայմա պարչի թե 10 տարի հետո ինչ է լինելու։ Նենց որ մեր արժեվ մեծ հնարավորություններ կա, մենք պետք է հասկանալու միավորվենք եւ ստեղծենք հայք ցանցային հոգեվոր Հայաստան եւ այդ կառույցները, որտեղ երևույթները հիմի պատերազմները գնում են իմաստների պատերազմա գնում, խոսքը չի գնում մենակ նյութական ռեսուրսներ եւ իմաստների, եթե մի բանը շատ հզոր է եւ իմաստ չունի, նա շատ արագ քայքայվում է։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ մեր հյուրերն են տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը եւ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ ԵՒորքյանը։ Պարոն Գասպարյան, հերթական հարցը ձեզ է գալիս, հետո կանցնենք հեռախոսազանգերին, որովհետեւ շատ են հեռախոսազանգերը։ Ընդհանրապես ժողովուրդների երկրները կարծես թե ուշքի դերակատարություններ են ունենում եւ այդ դերակատարությունները կատարելու կամ չկատարելու ժամանակ տարբեր իրավիճակներում են հայտնվում։ Ես բազմիցս լսել եմ ձեզնից հայ ժողովրդի որպես կոմունիկատորի դերակատարության մասին, ես կուզենայի մի փոքր ավելի մանրամասն դա ներկայացնեք այդ գաղափարը մեր հեռուստադիտողներին, որովհետեւ անկեղծ ասած մեր հեռուստադիտողները եւ Հայաստանում եւ Սփյուռքում այնքան մանիպուլյացիաների են հանդիպում, որ շատ կասկածանքով են ոտենում այդպիսի գաղափարների։ Բարի, շնորհակալություն։ Ուղղակի թուրքերը կամ այսպես ասած մութ ուժերը, վաշխառուները ես միշտ համեմատում եմ Սունդուկյանի, Պեպոյի, Բարաթի հետ, որ կծիկներով Իջևանի այդ բոլոր խաչվերած ճանապարհներով այնքան շփոթել են, որ մենք մեր կապից դուրս ենք եկել, հա, ժողովուրդը այսպեսի բան է ասում։ Ներկայումս օգտագործում են նաև խաշմերուկ հասկացությունը, որ էական ոչ խաշմերուկ ուրիշ է, խաշմերուկը կա նաև
Անուշ, հա, Ախմատովայի տղայի, ինչպես մենք Շուշիի կոտորածից հետո Մանդեշտամի հետ վերադարձել են եւ Աննա Ախմատովային ընդունում են որպես Անուշ եւ ինքն էլ էր Անուշ ընդունում, նրա տղան Գումիլյովը Թուրքերի հանձնարարությամբ, ջեմնաների հանձնարարության ընդունել է արդեն այդտեղ որպես ոչ թե կոմունիկատոր հասկացությունը, ես նկատի ունեմ հետ եմ գնում այնտեղ, որպես առանձին կոնցենտրացված կենտրոն Թուրքիան եւ այսօր մենք բոլորս պետք է քաջատեղյակ իմանանք, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի սեղանի դասագիրք, թե ուղեցույց համարվում է Գումիլյովի կողմից գրված, որ Թուրքիան համարվում է որպես կատալիզատոր մեր փոքր Ասիայի, հայկական լեռնաշխարհի, Մերձավոր Արևելքի փոքր, Մերձավոր Արևելքի նկատմամբ։ Կոմունիկատոր իրանց ինչ է ներկայացնում, մենք ապրելով մեր աշխարհագրական դիրքերով, էությամբ դիրքերը այնպեսին է եղել, որ մենք կապող օղակ ենք եղել արևմուտքը արևելքի հետ, արևելքը արևմուտքի հետ, եւ դրանք ասում ենք թե առևտուրը կլինի, թե տնտեսությունը կլինի, իհարկե իշխանությունները փոխվել են, բայց մենք կոմունիկատորի դեր ենք կատարել այդ ժողովուրդներին, այդ քաղաքակրթություններին իրար հետ միավորելու համար։ Ընդդուք այն աշճան, որ ստիպել ենք նույնիսկ ույգուրներին մաքուր զբաղվել լոգիստիկայով։ Այսօր էլ նման հարցերը իրականացում է իհարկե Սփյուռքի օգնությամբ եւ համապատասխան տարբեր պետություններում մեր Սփյուռքի ներկայացուցիչները ինչպիսի մոտեցում ունեն տեղի իշխանությունների հետ, տեսեք, այսօր Հայաստանում ինչ է կատարում, ստեղծում են լոգիստիկայի կենտրոն։ Դա նույն կոմունիկատորի վերականգնելու հարցն է կատարվում։ Տեսեք, Ուկրաինայում դադարեցնում են, կդադարեցնեն, բուֆերնի անկյուն կստեղծեն, դրանք ուրիշ բան են։ Այսօր զինված այդ խմբի անունը չեմ ուզում տալ, ինչի համար չեմ ուզում տալ, դրանք բոլորը պետք է քանդվեն ՆԱՏՕ կոչեցյալը եւ քանդված են, որովհետեւ ներկայումս բոլոր եւ Յալտայի պայմանագիրը եւ Հելսինկի ընդունած աշխարհակահաղական կյանքը չկա եւ ՆԱՏՕ-ն նույնիսկ մեզ խանգարում է Թուրքիայի միջոցով ունեցած իրավունքներ տալով։ Այսօր Հայաստանում ստեղծում է լոգիստիկայի կենտրոն։ Ինչի համար է ստեղծում այդ Ինչ է նշանակում լոգիստիկայի կենտրոն։ Մի հատ բացատրեք, որովհետեւ Որն է, ինչպես է ստեղծում։ Այո, մոտորերս երևի ինֆորմացիա եղել է ու կլինի, որ այդ զինվորական այդ ՆԱՏՕ կոչեցյալի միջոցով եւ արևմուտքի պետությունների միջոցով համապատասխան զինամթերք տեղափոխվելու է Հայաստան։ Հայաստան տեղափոխվում են զինամթերք կապված հայ-ամերիկյան զինավարժությունների հետ, պաշտոնապես այդպես է հայտարարվել։ Կապված եւ Կովկասում, եւ Մերձավոր Արևելքում, եւ հատկապես Կենտրոնական Ասիայում, այսինքն Միջին Ասիայում եւ Ղազախստանում առաջիկա ծավալվող գործողությունների համար։ Այսինքն ես կխնդրեի մեր հանրապետության ընդդիմության, իշխանության, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությունը դարձնել, որ նրանք նման հարցերի արդեն մեր ընդդիմության կարծիքները, իշխանության մոտեցումները, դրանք արդեն ժամանակ անցած երևույթներ են մեր տարածքաշրջանում, մենք մեր հայրենիքին, մեր հայրենի հողին, մեր տանը տեր կանգնելու համար։ Այդ փոքր Շատ լավ, մեզ 4 րոպե ժամանակ է մնացել, պարոն Գեորգյան։ Կոմունիկատոր կամ կապակցիչ, դա շատ խոր իմաստ ունի, դա խաչմերուկ չի, որտեղ կանգնած է ենթադրենք այդ մարդը, որը բեռներից կոպիտ ասած հարկավեկալում եւ այլն։ Կոմունիկատոր ասելով, հայերի դերակատարության մասին խոսելով, մենք նկատի ունենք այն մարդկանց, որոնք ներթափանցում էին այդ աշխարհները, նրանց հետ խորը քաղաքակրթական նաև կապերի մեջ էին, ունեին մեծ վստահություն եւ այսպես ասած ստեղից այս բեռներն էին տեղափոխում են մի երկիր ընդեղից հակառակ ուղղությամբ ուրիշ բաներ եւ ստեղծում էին ներդաշնակ աշխարհ։ Հիմի ես ասենք անցյալ տարի այդ Բաքու, Թիֆլիս, Ղարս այդ երկաթուղու վրա կանգնած էի, մի հայ մոտեցավ ինձ, ասես կարաս վրան խփես տեղ մնաս, տեղից բեռներ չի անցնում։
ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ թուրքերը այդ կոմունիկատորը չեն, նրանք ուզում են Խաչմերուկ ոնց որ այս կառավարությունն ռեզերվացիայի մտածում Խաչմերուկ կլինի իրենք այնտեղ դնեն այդ բանը, այսպես ասած տամոժնիա ոնց է կոչում հայերեն մաքսատունը իրանց փողը առնեն ու նստեն, տես չի, որպիսի մեծ այդ կոմունիկացիաները, այդ կապուղիները աշխատեն, բեռներ եւ մշակույթ ամենակարևոր տեղափոխի եւ այլն, դրա համար պետքա մարդիկ, որոնք կարող են այդ բանը իրականացնել, դա եղել են հազարամյակներ հայերը եւ պատահական չի, որ բանը հիմի ասենք Չինաստանում գտել են արխիվներ նոր այդ առևտրային եւ այլն 5-րդ դար մեր թվարկությունից առաջ, որոնք վերաբերում են հայերի առևտրի մասին, հասկանում եք, այս բաները, որ ասենք մեր մեջ եղել է եւ մեր մեջ կա, ասենք ես եղել եմ Չինաստան, ենթադրենք ամիսներով ապրել եմ, լեզուն չիմանալով, բայց անգամ արդեն ներդաշնակ էի, որտեվ այդ բոլոր բաները մեր գեների մակարդակով կան։ Հիմի ինչ որ առաջացել է Facebook-ն ուզում է իր համար այնտեղ ինքը դնի, այսպես ասած, հսկետ ճանապարհը, չգիտեմ, մյուսը ադրբեջանցի էս երիտասարդ արհեստական կազմավորումը ինքն է ուզում, դա չի լինելու։ Դա շատ բարդ խնդիր է լինել կոմունիկատոր իսկապես, դա ոչ միայն ճանապարհներ են, այլ մարդկային ներդաշնակ համագործակցություններն են, որոնք կարող են կատարել որոշակի կարողություններ ունեցող մարդիկ, դրանք հայերն են, եղել են դարերի մեջ եւ հիմի նորից այդ ֆունկցիան իրենց վրա են վերցնելու եւ հոգեվոր Հայաստանի խնդիրներից մեկը դա է, որպեսզի ասենք այդ ենթադրենք Կովկասյան լեռներից ամբողջ մերձավոր արևելքում ստեղծվի այդ կոմունիկացիաները մարդկանց միջև, որը բերի այդ ցեղասպանությունների մշակութասպանության դադարեցման եւ մենք պետքա նոր աշխարհակարգում էական դերակատարությունը մեր վերականգնենք։ Շնորհակալություն պարոն Գևորգյան, շնորհակալություն պարոն Գասպարյան։ Մեր ժամանակը ցավոք սրտի մոտեցավ ավարտին, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանի եւ ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանի հետ։ Վերջում ուզում եմ մեկ հայտարարություն անել, մենք այսօր ներողություն եմ խնդրում նախ, որ հեռախոսազանգերին չկարողացանք պատասխանել եւ ինչպես հիշում եք, մեկ շաբաթ առաջ մեր 5-րդ խոսափող հաղորդման ժամանակ հեռուստադիտողներից մեկի կողմից հարց բացացվեց այդ ուրեմն Ադրբեջանի իրավունքների մակում ներկայացված ազգերի լիգայում ներկայացված ուրեմն որոշակի տեքստի մասին, ընդ որում ասեմ, որ շնորհակալություն այդ տեքստը ինձ ուղարկել է հեռուստադիտողը եւ վաղը մենք ձեզ հետ հանդիպենք այս ժամին եւ ես հրավիրել եմ Արա Պապյանին այդ թեմաների մեծ մասնագետ, որը որ արխիվներն է կարդացել, ես բնականաբար ցույց եմ տվել նաև այդ տեքստը, մենք վաղը ձեզ կպատասխանենք այդ եւ մնացած հարցերին։ Վերջում ուզում եմ հիշեցնել, որ դուք էկրանին տեսնում եք մեր Patreon-ի QR կոդը, ձեզնից նրանք, ովքեր ցանկանում են օժանդակել նոյանտապանին, կարող են սկան անել այդ կոդը, մտնել Patreon-ի մեջ, դառնալ մեր հովանավորներից մեկը եւ օժանդակել ձեր գործողություններով մեր աշխատանքը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։